Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, սիրելի իմ հետևորդներ, հարգելիներս, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս պահին մենք գտնվում ենք Մոսկվա քաղաքում եւ քիչ անց զրուցելու ենք Հայ Խաչակիրներ ազատագրական շարժման ղեկավար հայազգի գործարար բարերար Արթուր Ասատրյանի հետ։ Պարոն Ասատրյան, փորձենք այսպես գնալ ետ, հետաքննություն մի փոքրիկ անցկացնենք եւ գանք զրոյից։ Ինչու, ինչ պատճառով Հայաստանի իշխանությունները, գրեթե բոլոր իշխանությունները պայքարեցին եւ շարունակում են պայքարել ձեր դեմ, իրականում ինչ ունեին կիսելու մի մարդու հետ, ով երբևէ չի մոտեցել օրինակ պետական բյուջեին, չի հարստացել պետական բյուջեի գումարներով, երբևէ Հայաստանից որևէ, այսպես ասեմ, օգուտներ չեք քաղել որպես այդպեսին եւ չեք ապրել ամենակարևորը 17 տարվա մեջ KGB-ն ունի ամբողջ դանիները 80 օր եմ գտնվել Հայաստանում թաղումներին եւ միջոցառումներին 5 օր 7 օր ընդհանուր գումարը իրար հետ կազմած 80 օր ա եղել որ ես գտնվել եմ Հայաստանում ես ինչ կարող եի Հայաստանում անել եւ ինչ կարող եի անել որ այս բոլոր ժողովուրդը իմ դեմ տարիներ շարունակ պայքարել են Ինչն էր պատճառը, պարոն Ասատրյան, այ դուք ոտք դրեցիք Հայաստան, բավականին այսպես մեծ շուկով, ոգևորությամբ, հենց ձեր ծննդավայրում դիմավորեցին ձեզ, մարդիկ շատ այսպես ուրախացել էին, որ վերջապես նույն էջմիածնում բավականին բարեգործական ծրագրեր իրականացրեցիք, մենք ականատեսներից մեկն ենք եղել, եւ դրանից հետո կարծես թե սկսվեց արշավը ձեր անձի դեմ, հասկանալով, որ վայելում եք հասարակության ժողովրդի, այսպես ասեմ, սերն ու հարգանքը, անմիջապես ատելության այդ դոզան այսպես գեներացվեց եւ ձեր դեմ սկսվեց արշավ, որը մինչ այսօր չի դադարում, որտեղ գտնել պատճառները, ինչու ձեր դեմ հայտարարվեց պատերազմ, այսպես ասեմ Գիտեք, պատճառները չի այդ ժամանակահատվածում եղել։ Պատճառները սկսվել է 2008 թվականից։ Այո։ Եթե դուք կհիշեք, իմ տված ժուրնալին Սաթիկի 3 միլիոն ժուրնալի, եթե կուզեք այդ կարակ այդ 3 միլիոն ժուրնալը ձեզ կտամ, տվեք թե ժողովուրդը կարդա, որ հասկանա պատճառները ինչից է սկսվել։ Երբ որ ես 2008 թվականին տվեցի այդ հարցազրույցը Սաթիկին եւ դրանից հետո Սերժ Սարգսյանը եղավ պրեզիդենտ, շատ ալիգարխներ այդ իմ տված հարցազրույցից նեղվել էին, կիսվել էին Սարգսյանի հետ եւ շատ հետաքրքիր սկսելով իմ անձով հետաքրքրվել, թե ոնց է որ ամբողջ Հայաստանը եկավ Հռոմին վիլայում, կաթողիկոսների 40 եպիսկոպոսների 167 աշխարհի հայերի հետ հույր եղավ, ես այդպիսի հարցազրույց տվեցի թե ես ինչ եմ ինչանից ներկայացնում, որ կարամ ասեմ հայերը ոնց ապրեն առանց ախրանիկների, կարգոկանոն եւ սկսվեց այդ օրվանից իմ դեմ արշավը պայքարելը, բայց իմ դեմ պայքարել են ոչ թե ինչ որ սովորական մարդիկ, այլ տեսեք իմ դեմ այսօր դրել եմ համարյա մի 30%-ը ստեղ են, ովքեր իմ դեմ պայքարել են, սա հիմա ես ձեզ երկու տողով ասեմ Սա եկած 2008 թվականից մինչև Նիկոլի ժամանակաշրջանների ոստիկաններն են, որ մինչև այսօր պայքարում են։ Ինչու, պարոն Ասատրյան։ Տեսեք, հիմա ես 10 սեյրանանոց ֆիլմ է, որը աշխարհի ամենահետաքրքիր ֆիլմերից, դա ֆիլմ չի, դա գիրք է։ Դա մի հատ գիրք է, թե իմ հետ ինչա կատարվել։ Տեսեք, Արսեն ազգանունը չեմ էլ հիշում, Արգիշտի առաջի տեղականն է։ Ես մի քանի ժամանակ առաջ տեղեկություն ստացա, որ իմ սեփական հողը, որը գրանցված է իմ վրա, դատարանով հատկացրել են ինձ, որ ինձանից գողացված գումարի դիմաց այս հողը հատկացվել է ինձի։ Որպես տղամարդ հայ, զանգել եմ տղուն, ասում եմ, այ Արսեն, կարաս ասես, իմ հողը ոնց եղավ, որ հայտնվեց քո ձեռքը, իմ գործը քերական գործով անցնում է ձեր մոտ։ Ուզում եմ մի հատ ինձ բացատրես, մի հատ կարաս բացատրես, ոնց եղավ, որ իմ գործը ձեր մոտ քերական գործով անցնելուց կոսմոսից փոխում եք թվերը, իմ հողը վեր եք կանում, վերանցում եք իմ վրա։ Ասում է դե Արթուր ջան, ինչ ասեմ, եղբայր, գիտես քեզ մեծ հարգանքով եմ վերաբերվում, բայց դե Անդեր ես պարնիկներ ունեմ, այդ հողն էլ ինձ պետք էր, ես գնել եմ Որտեղ էր այդ հողատարածքը։ Իմ հենց հողի մեջ, Էջմիածին քաղաքում, որը ինձանից վեր ընկալ է $1,350,000,
Իմ բաժանագը Սաղաթել գիտեք, խափելով ոնց է տալել։ Այդ պատմությունը ամբողջ Հայաստանը գիտի։ Բացի նա, որ ինձանից փող են գողացել, ինքնուհերը գնացել են իմ վրա բողոք են գրել։ Պատկերացրեք, համ փողս են գողացել, համ իմ վրա բողոք են գրել, մտում ես իրանց վախացնում եմ, ասում են փող դեր։ Պատկերացրեք մարդկանց պոդլիության հասճանը։ Դուք պատկերացնում եք, այդ մարդուն ես պահել եմ։ Իմ բաժանագի հորը միջև պահել եմ, որ ոչ մեկ մազը չծռի, ռեստորանը պահել եմ, սերանն ու մանվելը իմ խաթր դաժե ձեր չեն տվել, որ դրան թողել են ապրի, հազարավոր ժողովուրդ է խափել, հազարավոր ժողովուրդ է գցել, պատկերացրեք, իշքան իմ դեմ պայքար է գնում, որ համ փողերս են տարել, համ միլիցիայի հետ եկել են պայմանավորվածության, պատկերացրեք, ես շատ հետաքրքիր բան է, մի հատ տեսեք ինչ խորը իմաստ ունի։ Մենք դուք որ պատկերացնեք կհասկանաք ինչ խորի իմաստ ունի։ Ին վրա քրեական գործ են հարուցում։ Ու հորս բերման են ենթարկում։ Մենք գալիս ենք միլիցիա, հարցազրույցի ժամանակ գործենում ենք մեր դեմ մեղադրանքն առաջադրված։ Ես ասում եմ մի րոպե, տղեկ ջան, այս ի՞նչ մեղադրանք է։ Բա ոնց դուք մարդ եկելա գրելա, որ վախացնում եք, ասում եք օրը մի հոգի ձեր ասեմ ում, ասում Վազգենին, ասում Վազգենն ով, ասում ձեր բաժանագը։ Ասեմ այ ախպեր ջան, այս մարդը մեզանից 1,300,000 երթվում եմ Աստծով, խաչով, ձերս դնեմ Բիբլիայի վրա, չոքած գետնի վրա, լաց է եղել, որ իր տունը, ռեստորանը, իրանց սաղ ունեցվածքը, եթե $450,000 չտամ, բանկը 10 օրվա մեջ բանկրոտի մեջ է, ծախում են ու իրանք մնում են սոված։ Մորը բերել եմ ստեղ, իմ տան մեջ պահել եմ, դուխ օպերացիա եմ արել, ուռուցքը հեռացնել եմ տվել, բուժել եմ, տարել եմ, որ գան ինձ գցեն։ Էս է մեր ազգը, էս է մեր անտանելի, էս են սրանք։ Սրանք էս են, սրանք սրանք։ Հիմա ինչ եմ ուզում ձեզ ասեմ։ Էսից հետո, երբ որ ես ներկայացնում եմ, ես պատկերացրեք, դե որ կանչում են քննության զապիս են անում, չէ՞։ Քննիչը զապիս անում։ Հələ մենք տեսեք խոր իմաստը սրա։ Քննիչը որ զապիս անում, ես ասում եմ հարգելի քննիչ, եթե դու իմ ու հորս 83 տարեկան մեղադրանք ես ուզում առաջադրես, էսի ոչ քրեական գործ է, ոչ բան է, խաղողի այգի է։ Ես ունեմ ինձ համապատասխան թղթեր, որտեղ իրանք եկել են, ստորագրել են, որ ինձանից վեր են կալել 900,001, փոխանցման թղթեր ունեն, որ Անգլիայից փող եմ ուղարկել իրանց, փոխանցման թղթեր ունեն, որ բանկից է ստացել, ասում է հա ինքը եկել է գրել է, որ դուք իրան տվել եք 330,000։ Ասում եմ ինքը 330 է գրել։ Հեսա ես ձեզ բերեմ։ Պատկերացրեք մեր խոսակցության զրույցում ամեն ինչը զապիսանում։ Չէ՞ որ ասում կներկայացնեմ։ Ոչ եմ թողալ որ հորս ու ինձ կալանավորեն, ոչ էլ էսի փողոցային խոսակցությունա, կամերցկի խոսակցությունը, պատկերացրեք թե ինչ միջոցներով այս անբարոյականի ուղղակի չեմ ուզում հավաքել։ Այս զապիսները հանում են, ասենք իրանք չունեն, չէ՞ զապիսը հանեն, ոնց կարա քննիչը զապիսը ներկայացնի ու տարածում են մթոմ փողոցի տղեկի մեջ, մթոմ։ Տեսեք Արտուր Ասատրյանը ցուցմունք է տալի, իրանց կարճ խելքով։ Այս հիմարները Արտուր Ասատրյանը այս ճանապարհը անցել, այ ողորբելիներ, այ թշվառներ։ Դուք պետք է ինձ սովորացնեք, ով որ դե ինչ խոսա, ինչ ասի։ Ու արդեն իրար մեջ այդ սուտի ժանգոտ գողականները, որ իրանց գողականների տեղ են դրել մթոմ, այդ միլիցիայի սրանց աշխատողներ էլի։ Զանգում են իրար, բա ախպեր լսել եք, ես ցուցմունքը Ասատրյանի մի հատ գցեք իրար։ Ու սա հայրը գցում են իրար վախից ու ղժում են։ Մթոմ Ասատրյան ցուցմունք ա տվել։ Հետո մեկը զանգում է մեկին, բա ախպեր ջան, եթե պետք է մենք արանք այդ հարցը հարթենք, մի հատ տենանք իրան, մթոմից լավություն են։ Ասում եմ լսեք այդ հարճակներ։ Լսեք այ հիմարներ, ում համար հարթեք, սաղետ իրար հետ կհարթեմ, այ ապուշներ, ում հարթեք, ինձի որպես մարդ, օգնել եմ, տվել եմ մարդուն 1,350,000, որ կյանքը պրգեմ, իմ կնոջ քվոր խատեր, պրոստը կնոջս խատեր, որ չոքել էին մարդ ու կնիկ մեր տան մեջ ողբում էին, մորը բուժել եմ, այսքան լավ, սաղ գիտեն, սաղ էշմիացիսի գիտեն ինչի մասն եմ խոսում, աշխարում մտեն շանց ծնունդ աշխարի վրա չկա, պատկերացեք, որ մարդ իրան գողան, իր հորից փող ուզի։ Դուք պատկերացեք ինչ ձևի մարդ է, ինքը իրան ժամանակին գողացել էր, իր հորից փողեր ուզել բռնվավ, ոչ մեծ շանց, ոչ մեծ շանց է, էլի ծնունդ չէ։ Թատերական
Արարների սիրո։ Հարցը դրա մեջ չի, հարցը նրա մեջ է, թե ինչ իրավիճակում ենք մենք ապրում ու տենց մարդկանց սրանք ոնց են կրիշկայնում։ Ու սրանք էլ ցույց են տալի, որ մենք փողոց ենք, մենք էստեղ ենք, մենք էս ենք։ Պատկերացրեք, ինչ ձև են մթնոլորտը, սրանք ամբողջ խառն են, ու պատկերացրեք, ես որ հանում եմ այդ ցուցմունքը, որ սեպտեմբերի 16-ին հերուտղա ցուցմունք են գրել, սա իրար էս մեսաժ գցողները լեզուները կծմեն։ Հասկանում են, սրանք կանչում են, ասում են, արա, բաս մեր ցուցմունքը վերել ես բան, բա դուք եք գնացես մարդու վրա ցուցմունք տվել, դուք եք գնացել հորդ հետ գրել, որ այս մարդուն պետք է ձեզ ընտանիքին վնաստան, իրան 83 տարեկան հորը կանչել են, այս մարդն ասել փող չեմ տվել, ասել ա բերանասփակեմ, դուք իրանից փող չեք եկալել, որ ստացել եք հարցաքննությանը ըստ էության։ Հարցաքննությունը ներկայացրել են փաստերը, որ ախպեր ջան, սրանք մարդիկ չեն, սրանք ժիվոտնի են, սրանց ընտանիքն են բրգե, կյանքն են բրգե, տունն են բրգե, ռեստորանն են բրգե, սրանք եկել են իմ փողերը տարել են, հələ իմ վրա ցուցմունք են գրել, մի հատ այդ մելքի դիշուլի քննիչին փող են տվել, առանց օրինական այդ բաները հանել են, իրանք չկա, դա գաղտնի քննություն է, չէ՞։ Սաղ Եվրոպայով, Իսպանիաներով, մեկը-մեկին կցում մարդուն վարկաբեկելու և արեստական իրավիճակ ստեղծում։ Դուք հասկանում եք իմ դեմ ինչ պայքարա գնացել, միլիցեքը, այդ որբերը, այդ սուտիցու գողականները, որ կյանքում չգիտեն, ինչ բան չէ, Հայաստանում շատ քիչ մարդ գիտի ինչ բան է գողական։ Գողականը ստեղծված է Աստվածաշունչի վրա։ Եթե իսկական մարդը իմանա ինչ բան է գողականը, ինքը կհասկանա, որ գողականը դա մի հատ Աստվածաշունչով գրած բան է, որ մարդը պետք է լինի ամենաօրինակելի, ամենահարգված, ամենակարգապաշտ, միակ բանը, որ կարելի է գողականին գողանալ։ Մաքուր իր ձեռով գողանալ, ոչ թե դա ստանալ, մարծեցել, Հայաստանում այդ գողականի ընկալումը ինչպիսին է, պարոն։ Դե արդեն խեղաթյուրված է։ Խեղաթյուրված է, կան ճիշտ է, կան մարդիկ, որ կարգուկան նորամ, չեմ կարող ասեմ, որ 100% ջնջված է, բայց 80% հավատացեք, որ այդտենց բան չկա, դա ֆիքսիա է արդեն, սուտ բաներ է։ Իսկ ինչ որ մնում է սրանց գողականն է արդեն։ Սրանք են իրանց գողականը ստեղծել, տեսեք, սրանք։ Պատկերացրեք, սրան ասում եմ, արա, տղա է, զանգել եմ քեզ ասում եմ, հողը մի եկալ։ Հետո եմ իմանում, որ այս նույն Վազգեն, այո, հոր հետ, հողը փոխում են, իրան մի հատ ուսլուգայի դեմ տալիս են, որը կախված է աղբորս հետ։ Այսինքն համագործակցել են։ Համագործակցել են, տալիս են էդի իրան այդ հողը նվեր, աղբորս հետ կախված մի հատ հարցով։ Էդի ես իրան եմ ասելու, ես հիմա չեմ ասում, այս ֆիլմի մեջ, հասկանում եք, սրանք արդեն այս ազգին կերել են։ Ես որպես առաջնորդ հայ ազգի ոչտ դառնալով, ես գալիս եմ այս մթնոլորտը ջնջելու համար։ Սրանք առավոտից իրիկում պայքարում են իմ դեմ, առավոտից իրիկում։ Արգիշտը Վովայի թուլեն էր, սաղասը գիտենք, չէ։ Դու գիտեք Վովան ինչքան է ինձանից լավություն տեսել իր կյանքում, ճիշտ է։ Պատկերացրեք Վովան այն տղեկին, որին վերցրեց, որոնք պետք է ինձ մթոմ սպանեին, այդ տղեկի պատկերացրեք ազատման փողը, ոչ թե ազատման, այլ զալոգի փողը։ Գրավի գումարը ես եմ տվել 2,5 միլիոն։ Ինչի համար, որտեղ ինձ պետք էր հասկանալ ոնց այս տղեկը կարային իմ դեմ տենց սուսմունք տային։ Գիտեք ինձ ինչ պատմեցին։ Եվ Վովան մտնում է իրանց կաբինետ։ Ում կաբինետ։ Այդ 3 տղեկի։ Այո։ Այս կիովականցի տղեկից մեկին ասում է. Սաղին մի հատ ասում է դուս եկեք սենյակից մնում է իր հետ։ Այո։ Ասում է լսի արա։ Ասատրանի դեմ սուսմունք տալու ես թե չէ։ Էսի ասում է բայց ասատրանի դեմ ես ինչ սուսմունք տամ։ Հանում են 14 տարեկան աղջկա նկարը։ Դնում է դեմը, ասում է այս աղվարկում ենք աղջկատ բերեն դեմը բռնաբարեն։ Դա անձամբ Վլադիմիր Գասպարյան։ Ես տակու պատմաստ եմ ասում, ես ինձնից չեմ հնարում։ Ազատվել է այդ տղեն, 2 օր հետո եկել է իմ տունը նստել է պատմել է։ Ասում է երեխուս նկարը 14 տարեկան պահեց, ասեց գողերին էլ ասելու եմ, քեզի որպես ընդե պրոստիտուտկա օգտագործել բերթում, ինչ ասես քո հետ անեն, ասելու եմ իմ արշակին, արշակը կուրիերը վտանեմ, զանգելու է բերթերը, արշակը քեզի հարցնելու է, արշակին էլ իմի խրգում է մեթաբան, դե ասենք գիրովական երեխուտ բերի քո դեմը բռնաբարենք, ասում Արտուր ջան ձև չունեի չգրելու։ Ասում գիտեմ որ դու Աստծո տված տղա ես, մեղք եմ արել, ների ինձի, բայց ձև չունեի չգրելու։ Այսինքն ձեզանից եկել ներողություն է խնդրել եւ ողջ իրականությունը պատմել։ Ու ինձ պատմել է սա ոնց է, սա գիտեմ, արդեն էս իրականությունն է թե ֆիլմ է, պարոն Ասատրյան, մենք էս ինչ բան։ Լավ, մի հատ հարց տամ, մի հատ Վովային զանգեք, Վովային։ Ասեք պարոն Գասպարյան, Ասատրյան Արտուրին տեսա։ Ասես մի հատ զանգի Գասպարյան Վովային։ Այս եթերից հետո անպայման։ Հա, մի հատ զանգի։ Ասա որ այդ գիշեր Ասատրյան Արտուրին կանչել եք ձեր տուն։
Կաբինետ էի կանչել, չեկավ, ասեց, ես կաբինետ գալացող չեմ, ասի դե լավ արի տուն, որ եկել էր տունը խմորեղեններով, բանով դրած, դուեր, արշակներ, հունաններ, ինչ էիք խոսում։ Իսկ ինչ էիք խոսում, պարոն։ Չէ, մենք իրան հարցրու, եթե ինքը չասի մենք ինչ էինք խոսում, ես կասեմ մենք ինչ էինք խոսում։ Դուք ասեք երկու խոսքով, ինչ եք ասում։ Ես կասեմ, էլի, հետաքրքիր է, սրանց էս անաստվածության աշճանը։ Գիտեք ինչքան եմ օգնել։ Ուզում էի ինձ իր երեխուն, Վովա երեխուն Աննային, որ ոտեր ատկազ էին արել, Սամալուտի տակից ես եմ գրգացի չացրել։ Տարել են Բուրդենկով իրանոց, առավոտվանից միջև իրիկուն Վովայի կողնեմել են, միջև երեխուն բուժել ենք։ Ինչքան Մոսկվայա եկել, առավոտվանից իրիկուն կողնեմել են, մորս հացը 1000 անգամ կերել է։ Պաշտոնականությունը դա է եղել վերջին։ Ամսի 29 դեկտեմբերի գալիս եմ հորս հետ նոր տարի անեմ, բեզակալոնքում ուղարկում է սև մասկեկով, գալիս են շոեն անեմ, հետևից ավտոյին տալիս են պոլին, տանում են միջև իրիկուն պահում են, 30 անգամ չիշիգանել են տալ այդ տղեկին, որ չիշի գստուգեն, այսինքն ձերը առնում էլի մեզի, էսա էլ է մտնոլորդը, Հայաստանի իսկական մտնոլորդը, էսա էլ է, եթե սրանք իմ հետ են ես արել, պատկերացնում եք հարիվ ժողովրդին ինչ են արել, կերել են, պրոստ ուժները չի եկել, որ ինձ ուտեն, ինձ ուտելու տեղ ուրիշ բան են կերել, սաղով իրար հետ։ Այսինքն իրենց կոկորտին կանգնած եք եղել, պարոն։ Միշել հիմել կանգնած եմ, ես սաղ հələ աշխատում են իմ դեմ։ Արեք սենց հատ անցնենք։ Ասում եմ Վանեցյան Արտուրին խեք բան ասում։ Մի հատ զանգեք Վանեցյան Արտուրի, տակը տեսեք Ռուբենն է։ Դա շատ կարևոր հարց է։ Ինչ կա Ռուբենի հետ կապված։ Շատ կարևոր հարց է։ Վանեցյան Արտուրին ասեք հələ, որ եկան ձեզ խաբեցին։ Ձեզ ասեցին։ Ռուբենը Արտուրի պարտներն է, որը Մոսկվայից փախած արդեն, գիտեք, գործով բանի։ Այո։ Այն երկու եղբայրների Դագստանի որ բռնել էին, դրանց էլ գցեց, դրանց վրա ցուցմունք տվեց։ Դարային խնդիրներ կային։ Դրանց վրա ցուցմունք տվեց, Դագստանցիկին խաբեց, գնաց Արտուրի պարտներն է, իրար հետ ֆուտբոլի մեջ փողեր են դրել իրար հետ։ Երբ որ մարդիկ ուզում էին Ռուբենին ուտեին, ես ուզում էի օգնել որպես հայտղու։ Այո։ Իսկ Վանեցյան Արտուրը լսելով մի հատ քյավարցի դիշովկի ընկնում է սրանց խելքին, այս Ռուբենին համոզում է, որ չգան մեր մոտ, որ մենք օգնենք անենք, այդան ուրիշների մոտ։ Դրանից հետո Ռուբենին խաբում են, ասում են հեռախոսները տանջատի փախի, 2.5 միլիոն մեզի դոլար փող տվեք, մենք կտանենք կումը պետքա կտանք, այդ հարց, դա շատ խորի իմաստ ունի։ Հիմա որ Վանեցյան Արտուրին ասես, ինքը կհասկանա արդեն ես ինչ գիտեմ, ինձ ինչ եմ պատմել։ Այդ սա, հիմա չեմ ուզում ես կարդերը բացեմ, ես sense բաներով եմ խոսում, որտեղ իրան գիտեն ես ինչի մասին եմ խոսում։ Ինչքան խորն է, այս ամեն ինչի իմաստը շատ խորն է։ Թե փողով եկալավ, ոնց Էշմիածին եկավ, ոնց փակվեց լիքը մարդկանց վարքեր, ոնց սարքվեց, ոնց Արտուրը Հովանեսյան Արամին պրիկազ տվեց, որ իմ դեմ պրատիվնիկներ սարքեն Էշմիածնում, մթոմ աճացնեն, այն բաներ կան, բողկեր կան, արհեստական շանցնումներ։ Հստակեցնենք Արթուր Վանեցյանը եւ Արամ Հովանեսյանը համագործակցել։ Հիշում եք, ես վերջերս անցած հաղորդման ժամանակ ասեցի սրանց սաղեն մի մերաբեր է, բայց մի հատ հեր ունեն։ Չէ, տարբեր մերելա բերել, մի հատ հեր ունեն։ Հիշում եք։ Պատկերացրեք սրանք սաղ մի լոդկի մեջ են։ Այս սաղ իրար հետ շաղկապված են։ Այսինքն վերադառնալով Ռուբենին, ինչքանով որ հասկացա 2.5 միլիոն դոլարի պատմություն է եղել, հա? 2.5 միլիոն դոլար ինքը փողատվել ինչ որ մի հատ բանի համար, դա գալու է օրը սաղը իմանալու է։ Այսինքն այստեղ խնդիր կա, որը դեռ այսպես նոր է գտնում։ Ես ամեն ինչ գիտեմ, չեմ ուզում, ես չեմ ուզում խոսամ սրա մասին։ Ես ուզում եմ ասեմ, իրան հարց որ ասա Ռուբենի հետ դու ինչ գործ ունես։ Արթուր Վանեցյանը։ Ու ինչի մար գնացիր այդ շագին, ինչի մար գնացիր Ռուբենի համար։ Տարար մցրիր քյավարցիկի ասելով, մի հատ քյավարցի շանտղու ասելով ուրիշտեղ, ու այս սաղ ամեն ինչը սարքիր, գոգլխին էլ սարքիր, իմ հետ նույն քյավարցիկյալ քեզ եմ պուրը տալի, պատմեմ սաղստեղ։ Պատճառը դա է եղել ձեր տարաձայնությունների, պարոն Ասատրյան, ձեր եւ Արթուր Վանեցյանի։ Ես Արթուր Վանեցյանին չեմ ճանաչում, որովհետեւ ես որ այն վաղ ասենք մեծ տղա եմ ելը, Արթուր Վանեցյանը ցեղամտակով քյասարանց է։ Ես չեմ տեսել, բայց այսօր այս իրանց արածը, իրանց պապաների ասելով, այս փողոցը իրանք էս հասկանում եք, այն կեղտը այն աշճանի է մեծացել, այն աշճանի են հասցրել այս կեղտը Հայաստանում արդեն այն աշճանի, որ վերացրել են, Հայաստան չկա։ Տեսեք, կողքը Արթուր Դավթյանն է։ Նախկին գլխավոր դատախազ։ Նախկին էլ, բայց ինքն է իմ գլխին սարք է։ Տեսեք, սրանք ստեղ տես մարդ չկա, լես լակոտին նայի, այս թուլին նայի, այս խոսքը գնում է դա ռշտունու մասին։ Պատկերացրեք, այս թուլ են։ Սենց պրոշները սարքած, կրկերը սարքած, մի հատ
Պորնեկի հետ, կլուբ 12-ում, ճղար ջինսերով պոլի վրա պարում էր։ Նայում եմ, ասում եմ, էսով է, ամեն 3 րոպեն մեկ պաչվել, փաթաթվել, ասում եմ, այս ի ձևի էր ամպամ, չգիտեմ էսով է։ Ասում եմ, ոնց, էսի ռշտունին է։ Ու այս ռշտունին, այս թուլեն, որը որ, вообще հայկական հասարակության մեջ լինելու տեղ չունի, էսի գիտեք էսի ով է, էսի վիժված կա։ Այս 3 դադավորներին կողքի, Գագիկ Հարությունյանի օգնությամբ, ասում են, որ ես պաշտպանել եմ, ինձի տան 3 տարի 8 ամիս։ Պարոն Ասատրյան, դուք պատկերացնում եք իմ գլխին ինչ են սարքել, եկել են ինձ սպանեն, սպանողներին ազատել են, ինձի սրանք, ես պոռնոկական, ես գրուպան, 3 տարի 8 ամիս ինձի դա, դուք հասկանում եք իմ գլխին այս ամբողջ պետ, կլնայք գեներալներից, մարշալներից պակաս մարդ չկա, հələ մի հատ որ աղվանին զանգեք, խնդրում եմ, մի հատ զանգեք աղվանին, ասեք Աղվան Հոսեփյան, որ Արտուրին տարել էր ձեր Ծաղկաձորի դաչեն, հարցրեք ասեք, որ ձեր ձեռով խոսքեր տվեր ճագար սարքեր, սմետանով, սոխով, բանով սարքել էր, բերել էր, որ հացքեր արպրծար, հետո հելա, բալկոն գնացիք, ինչ էին խոսում Արտուրի հետ, մի հատ հարցերը տուր, հետո ես կասեմ ինչ էին խոսում։ Մենք Արտուր Վանեցյանին հարցրեց, Ռուբիկի հետ ինչ գործ ունես, ինչ գործնական, այս ինչ 2.5 միլիոնի մեջ է։ Դուք չեք շփվել Արտուր Վանեցյանի հետ, պարոն Ասատրյան, ճիշտ հասկացա, չեք շփվել։ Ինքը չէր ես ուրիշ մարդկանց, կոմբինացիան, սրանք հասկանում եք չկայացած տղամարդիկ են, որոնք գալիս են բլաստի, դառնում են մաֆիոզներ, քիթները խոթում են փողոցի մեջ, փողոցի գործերի մեջ, սաղ տեղերը կան։ Այս մարդիկ չեն հասկանում, որ արա դա ձեր գործը չի։ Որտեղ դուք, որտեղ փողոցը, այնքան են բերել փողոցում իրանց մարկանց դրել, սրանց թվում է, որ իրանց սաղ կարան, այսինքն իրանց պապաներին է։ Պարոն Ասատրյան, տեսեք այս նույն տեսեք, Գագիկ Հարությունյանի տղեն է, չէ։ Այո։ Այս Գագիկ Հարությունյանի տղեն շինցու գործա սարքեին վրա, որտեղ իրանք իմ հետ անձնական հարց ունեն։ Քվորը դիմավորել եմ, փեսուն դիմավորել եմ, իրա թորներին դիմավորել եմ, հռոմում պատիվ եմ տվել, հարգանք եմ տվել։ Հետո իրա քվոր աղջիկը հակասություն ուներ Մարտիրոսի հետ, նկարիչ աշխարհարչակ Մարտիրոսի հետ։ Ես ճիշտ կողմն եմ բռնել, ասել եմ արա մի խափեք իրար, մարդ հետ, մի գցեք։ Մարտիրոսը թող Գագիկ Հարությունյանն ասի ինչքան օգնել իրան, տղու հարսնիկի փողը ոնց է տվել, ինչ արել, ինչքան օգնել։ Ուզում եք այս մարդու սաղ նկարները գցեք, գնացեք գցեք, բայց իմ ասած խոսքի մեջ ճիշտ է, ուզեցել եմ բարեշտացնել։ Տրանից բորբոքվել են իրան։ Այո։ Տրանից նորից լարվել են, հիմա գործը սարքել էին հանցագործ գրուպայի շեֆ։ Այս հենց սրանն է, ես բատանիկին։ Պարոն Ասատրյան։ Ժամանակին միսիլա լիզդիս կերել է։ Այս բատանիկները հասկանում եք, ես մեր երկիրը տանում են կործանած, սրանք ազնական, պետական մտածելակերպ չունեն։ Սրանք բոլորը հանցագործներ են։ Նային Հելսիկին։ Խնդրում էր, զանգելերին զնգել էր ոտերս, խնդրում էր, որպի պես, ասում էր տղես, ասում էր սաղ Հայաստանը երբ որ միլպետ էի կողքս է, ասում է արա, բակու կնգա աղբերը, չբռնեց ինձ իտ արա, պատկերասեք մենք ինչ հասարակության մեջ ենք ապրել, իմ հետ ինչ են արել, պատկերասեք որտեղ եկել է ժամանակը, որ էլ տեղ չկա հասկանում եք, իմ ժողովուրդս է մեղք, ես էլ էդի անցել եմ, սրանք արել են, անցել եմ, կռվել եմ, ամբողջ աշխարհով մեկ հարգանք եմ վայելել, ամբողջ աշխարհով տղամարդու անուն եմ վայելել, որ ազգը կա սաղ ինձ հարգում է, բայց հələ տեսեք ում եք ընկրվել, հələ տեսեք ինչ է, հələ չեմ ասում, որ սրանց վերևն էլ պրեզիդենտն է կայնած, հիմա պրեզիդենտը կարասի ես կուրսի չեմ եղել, Արտուր ջան, սրանք ովքեր են, ասենք մարդ չկա, էլի ջեբի երկիր է, հասկանում եք, չկա ոչ մի անգամ այն գորը մի հատ ֆիլմ է անում է անընդհատ Գոր Վարդանյանը էդի սաղ ճիշտ ֆիլմեր է անում էդի հո ստի չի անում իրականությունը լրիվ այդ մարդը անում պրոստը ասենք ֆիլմի մեջ մի քիչ բանի ձև է բայց սենց երկրում են կապում Պարոն Ասատրյան այսինքն ձեր գլխավոր խնդիրը նա է եղել որ մշտապես աչքի եք ընկել նախ ոչ իմ գլխավոր խնդիրն եղել է որ ես միշտ պայքարել եմ արդարության համար իսկ նրանք էլ ասում են դու ով ես արա դու քեզնից ինչ ես ներկայացնում Ես էլ ասում եմ, ես էշմիածին ծնված, Աստծով մեծացած, Աստծո խաչով տղա եմ, ու դուք չեք կարողանալու իմ դեմ կռվեք։ Ոնց։ Հələ մեր պագոնները նայ, հələ մեր փողոցի տղեկին հələ ասում դե փորձեք։ Այս 30 տարի, 30 չէ, մի 20 տարի, 20 քանի տարի կռվում են։ Պարոն Ասատրյան, այ տեսեք նույն հաջողությամբ այս ձեր մատնանշած գեներալները, Չէ, մի հատ չմոռանաք հարցնեք Վովային իրան, բանին Արտուրին հարցնեք, այս լակոտի, այս փնթին, այս սրան հարցնեք։ Ռշտունում ասեք։ Ռշտունում, այս սրան հարցնեք, ասեք արա այդ հողը ինչի մարես դու ստացել։ Ասենք ես գիտեմ, էլի աղբորս հետ կապված է այդ հողը իրան հասե։
Նրան հարցնեք, Արշակին հələ հարցնեք, ասեք яրա էտում էի վախցնեմ ասեմ, Վովայի հետ երեխուն կբերենք։ Սաղին մի հատ զանգեք սրանց։ Մի հատ սրանք ով կան, այս դադը փորձել են հանցավոր ճանապարհով։ Այս դադավորը որ կա, այս հələ սրան նայեք, այս հոկտեմբերյանցու էս մռութը սրա։ Էսի ամբարոյականի զավակ, հա։ Իսկ էսի աշխարհի ամենավախկոտ ու ամենացրան մարդն է։ Սրա կնիկը մեկին գերուին է, ումը որ սրա կնիկը պատմել ասма մարդս ամեն իրիգուն քնելուց Վալերանի, Մալերանի խառնումա խմամա, որտեվ այս դադը չի կարող վերջացնի, որտեվ ասма ես չեմ կարող դադեմ, այս մարդը բան չի արել, ինձի զորում են, ռշտունինա վերակակնա, ասում են այդ մարդուն մի ձև դադեք, ասում եմ ախար վերջում ինձ են դադելու, ես ոնց դադեմ, ասма սաղորը դրմա, մարդս ինֆակստանա, ինսուկստանա։ Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն էլ ասում էր պետք է վերադարձնեմ Արթուր Ասատրյանին, Դոն Պիպոն վերադառնալու է Հայաստան, ամեն ինչ պետք է անեմ, բայց ոնց որ ինքը գնաց եւ հանդրմանել է Ամերիկայի։ Սրանք սաղ գնալու են, ես վերադառնալու եմ Հայաստան։ Հայաստանը լինելու է ամենաարդար մթնոլորտը, չեն լինելու օլիգարխի, հարուստի, քյասիբի տղեկ, ովքեր իրաց շորոչորո են պահելու, բայց եթե իմաց ուզում ա տենց ապրի։